ժողովուրդը ապրում է իր հոգսերով, իր առօրյայով, իր մեծ եւ փոքր խնդիրներով, հա, եւ հանկարծ մեր Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, ասենք օրինակ, չգիտեմ, X մարզի Պողոս Պողոսյանը ասում է թաքերը կանչել էր, ասենք, բանը Նարեկին հարցազրույցի։ Ես ուզում եմ հասկանալ, ինչ աստիճանի պետքա կտրված լինի մարդ սեփական հողից եւ ժողովրդից, որպեսզի դա դուք հասկանում եք, չէ՞, այսինքն այդ բանը հաղորդավարն էլ չուներ էլ բան, ասենց նստել է, նայել է աշխարհին այսօր, տեսել է աշխարհի խնդիրները ու ասել է Նարեկը, պետքա, ես պետքա զրուցեմ, ինձ շատ հետաքրքիր է, դուք հասկանում եք, սա զավեշտ է ուղղակի, սա զավեշտ է այն առումով, որ նախ փաստորեն չեն զգում մարդիկ ինչ քայլեր են, որոնք որ կարող են ժողովրդի որևէ կերպ ժողովրդի մոտ արձագանք գտնել։ Եվ երկրորդ շատ հիշեցնում է ինձ այդ 2000 որ թիվն էր, հեղափոխությունից հետո էր, մի պահ այդ տիպի էլի բան էր գնում, կարծեմ հենց Քոչարյանի քարոզարշավի ժամանակ էր, որ ինչ-որ հայտնի պարբերականներ, մեկ էլ հանկարծ որոշում էին, որ այ հենց հիմա ու դրանից հետո տեսնեք, չէ, հետաքրքրությունը էլ չկա փաստորեն։ Չէ, ուղղակի ինչ-որ նախընտրական շրջանում մարդիկ ովքեր գումար ունեն, տալիս են ինչ-որ մի հատ մեկին ասում են կլինի, ասում է, դու ինձնից հարցազրույց վերցնես, ասում է լավ, բալիկ ջան, կլինի, արի։ Հիմա ես սա ինչ մեկնաբանը։